Անելիք բանկն առաջարկում է ցածր տոկոսադրույքով էքսպրես ուսանողական վարկեր 24 ժամվա ընթացքում։ Անելիք բանկ, կայուն հիմք, վստահելի ապագա։ Բոլորը սպասում էին Դիոնիսի նահատանքին։ Ձևավորվում էր գինե գործությունը։ Արամե գինու դիցաբանություն։ Ընկերության եթերում կանխիկ հումոր հաղորդումն է։ 3 սեպտեմբերի 21-ն էր, այսինքն Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձը։ Եկեք բարձր ծափարենք եւ շնորհավորենք։ Մենք անկախ ենք։ Դե ինչ, եկեք այստեղ կանչենք անկախ Հայաստանի երկու քաղաքացիների՝ Վաչեին եւ Գարիկին։ Բարև ձեզ, իրար չեք բարևում։ Ողջույն։ Ծանոթացեք։ Ինչպես եք։ Լավ, շնորհակալություն, ինչպես ես։ Շատ լավ, շնորհակալություն։ Այո, մի այսպիսի բան եմ ուզում ասել, օրինակ անցած ամիս տարբեր ինտերնետային կայքեր, տարբեր լրատվամիջոցներ, տարբեր սոցիալական կայքեր գրում էին, որ մեր տղաներից մեկը ամուսնացել է։ Ես ուզում եմ հենց հիմա մենք դա ասենք ինչպես է ու ոնց է։ Վաչե ջան, դու ամուսնացել ես։ Ոչ, ուր եմ ես տենց բախտ։ Նույն հարցը Գարիկին։ Գարիկ ջան, Վաչոն ամուսնացել է։ Չէ, չկա տենց բան։ Ժողովուրդ, չկա տենց բան, Վաչեն չի ամուսնացել։ Եկեք ծափարենք մեր տղաներին եւ ուղեկցենք իրենց համար նախատեսված տեղը։ Իսկ ես ծանոթացնեմ մեր հաղորդման կանոնների հետ։ Առաջի փուլում մասնակիցը ունի 1 րոպե, եթե ծիծաղեցրեց վաստակում է 5000 դրամ, երկրորդ փուլում եւս ունի 1 րոպե, եթե ծիծաղեցրեց վաստակում է 25000 դրամ, երրորդ փուլում 50000 դրամ, չորրորդ փուլում 100000 դրամ, 5-րդ փուլում 250000 դրամ։ Մենք ունենք նաեւ եզրափակիչ փուլ, եզրափակիչ խաղ, որի ընթացքում մասնակիցը պետք է ծիծաղեցնի նրանց միաժամանակ, եթե ծիծաղեցրեց վաստակում է 1 միլիոն դրամ։ Այսքանն էին, կարող ենք սկսել։ Այս երկու մոնիտորների օգնությամբ ես շատ ուշադիր նայելու եմ Վաչեին եւ Գարիկին։ Եթե նրանք ծիծաղեցին, ապա ես կկանգնեցնեմ խաղի եւ մասնակիցը կհաղթի։ Այսքանը։ Դիմավորում ենք Վարդանյան Էլեն, Արմավիր։ Ողջույն Էլեն ջան, ինչպես ես։ Լավ, դուք ինչպես եք։ Լավ, շնորհակալություն։ Որտեղ եք աշխատում հարցին պատասխանել ես ռեստորանում ավագ խոհարար եմ։ Խոհարարը դե նորմալ է, բայց ավագ։ Չէ, այդ ռեստորանա, որտեղ դες փուճուր մարդուկներ են աշխատում։ Չէ, Էլենա ավագ խոհարար է։ Սիրած մարզաձևը ֆուտբոլից հեռացած լեգենդները երբ հավաքվում են ընկերական խաղ են խաղում։ Դու լինում ես այդտեղ, հա, հաճախ ես։ Լինում եմ պահեր, երբ որ լինում եմ, բայց երբ որ հարմար չի լինում, երբեմն չեմ լինում։ Դա կատակ էր, Վաչե։ Աման։ Ինչ էր, դու հումորով այս հաղորդմանը վերաբերվի։ Չէի ֆայմը։ Ինչ երաժշտություն եք լսում, բացի թաղման երաժշտությունից մնացած բոլոր երաժշտությունները։ Ահագին բան եք բաց թողում, որովհետև շատ է մեր առօրյայում թաղման երաժշտությունը։ Ասա։ Մանկապարտեզում հանդիսի ժամանակ ում դերն եք խաղացել ողերիմ թշնամու դեմ պայքարող հրեշտակի։ Այդ ինչ էիք բեմադրում։ Հետաքրքիր բեմադրություն էր շատ։ Տենց այդ դերն էլ ինձ էին տվել էլի։ Լավ, եկեք լսենք Էլենի հումորները։ Մենք արդեն պատրաստ ենք։ Այո։ Եվ այսպես առաջին փուլ եւ առաջին 1 րոպեն սկսեցինք։
Տաղանդավոր հեռուստադիտողների ընտանիքը կրկին ստիպված նոր բազմոց գնեց։ Աերոֆոբիայով տառապող օլիգարխը շատ է նեղվում, որ մարդկանց չի կարողանում վերևից նայել։ Քչախոս քննիչը միշտ հույսը դնում է իր ինտուիցիայի վրա։ Դաժան դասախոսը իր երրորդ ուսանող որդուն է բանակ ուղարկում։ Կասկածամիտ քահանան 6 ժամ հարցաքննումից հետո համոզվեց, որ իրոք փեսանտեր է, հարսը հնազանդ։ Հիասթափված ղաչաղակը կուչ է եկել և դողում է, կամ մրսել է, կամ ներվերից է։ Դեֆորմացված հարբեցողը իր երկու թերությունները թաքցնելու նպատակով գրեց, թե միշտ սողեսող է գնում։ Սառնասիրտ շատակերը արդեն 10 օր անընդմեջ ուտում է։ Նպատակասլաց բոմժը անգամ անձրևից է խուսափում։ Տուրնիկի վրա խոզի մեջքը բռնվել է։ Մոլորված ատամնաբուժը կրկին բուժեց իր հերթական հիվանդի առողջ։ Ստոպ, Էլեն։ Կծիծաղեցրեցիր Գարիկին եւ Վաչային, եկեք ծափարենք Էլենին եւ շնորհակալություն այդենք։ Շնորհակալություն Էլեն։ Տպավորությունները շատ բարձր են, շատ լավ մթնոլորտ է ու բոլոր մասնակիցները երբ որ պարտվում են խորհուրդ կտամ, որ չհուսահատվեն, իսկ հեռուստադիտողները եթե ուզում են գան մասնակցեն, անպայման թող գան մասնակցեն։ Դիմավորում ենք մեր մյուս մասնակցին, Իսրայելյան Արարատ, քաղաք Երևան։ Բարև Արարատ, այստեղ էլ կարդում, տենց կոնկրետ ինչ-որ պատասխան չկա, որ կարելի է կարդալ։ Այո։ Կարող ես մի անգամից ասել է որն է։ Վերջ, ես հարստամ։ Այ։ Փոքր ժամանակ։ Որ դպրոցում ես սովորում Արարատ։ Քոլեջում եմ սովորում։ Լավ, ես էլ չունեմ։ Բայց շատ հետաքրքիր հարց էր Ռոբերտ, ապրես։ Պատրաստ ես։ Այո։ Վստահ եւ բարձր, առաջին փուլ եւ առաջին 1 րոպեն, սկսեցինք։ Մի մարդու հարցնում են, ցուլն է ուժեղ թե եզը, ասում է ցուլը։ Հարցնում են խիա ցուլ, ուժեղ, ասում է որտեվ եզը։ Մի երեխա բարձր սարի գագաթին գիրք է կարդում, հարցնում են, ինչ ես անում, ասում է բարձրագույն կրթություն եմ ստանում։ Մի մարդ իմանում է, որ երեխա պիտի ունենա, որոշում է անունը դնի Արշակ։ Երեխան շուտ է ծնվում, անունը դնում է Վաղարշակ։ Երեխուն ասում են, որ մեծանաս ինչ ես դառնալու, ասում է մարդ։ Մեկը նեգն է անգնում փող տպելու ապարատը ծախում է։ Մի հատ մարդ շորի խանութ է բացում, որեն գրում է տարբեր գույնի սև շալվարներ։ Մեկին հարցում են անտառը տեսնում ես, պատասխանում է չէ, ծառերը խանգարում են։ Մեկը թթուի է դնում, տենում է թթվելա թափում է։ Տիգրան Կարապետյանը մարդկանց առաջ տանում էր Սևան, իսկ հիմա տանում է իրանց բասեին։ Հեր ու տղա երթուղայինով գնում են, արդեն հասնում են իրենց կանգառին, հերը տղուն ասում է։ Ստոպ, Վաչ։ Եկեք ծափարենք եւ ուղեկցենք։ Շնորհակալություն Արարատ։ Մեր մյուս մասնակիցները նույնպես հանդես կգան դուետով։ Միրզոյան Նարեկ եւ Ենոքյան Մարտին, Արարատ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ձեր դուետ անուն ունի տղաներ։ Այո։ Չեք ասելու, բայց Ոչ։ շատ Ինչպես դուետը չունի անվանում։ Ունի, բայց ասացին հենց սկսենք մի անգամից կասենք։ Նարեկին հարցել ենք որտեղ եք աշխատում, նա պատասխանել է չենք աշխատում։ Այո։ Ինչ եք անելու շահազգումարով, բիզնես եմ դնելու։ Մարտինն էլ է, կստացի նույն կերպ պատասխանել, գործի մեջ է դնելու շահազգումարը։ Ինչ երաշտություն եք լսում, պատասխանել ես հրաբիզի տակել են քելում, ժողովրդականի տակել։ Այո։ Մարտինը ասել է նորմալ երգեր ի տարբերություն։ Դպրոցում որն է եղել ձեր շիրած առարկան, պետք չի կարդալ։ Մանկապարտեզի հանդեսի ժամանակում դերն եք խաղացել, խմած եմ եղել, չեմ հիշում։
Զարմանալի չի, որ գործ չունեք։ Փոքր ժամանակ ինչ եք երազում դառնալ, պապա։ Դե հուսով եմ ձեր երազանքը կկատարվի, քիչ խմեք ուղղակի նարեք։ Պատրաստ եք տղաներ։ Այո։ Առաջին փուլ եւ առաջին 1 րոպե։ Սկսեցինք։ Դու այդ խենթերը։ Շանթի է թերում։ Հիմա տղան հասկանալով, որ իր կյանքը մազից է կախված, փորձել է կյանքին վերջ տալ եւ խուզել է մազերը։ Քանի որ Հայաստանում կա Լամբադա մոստը, մենք պահանջում ենք, որպեսզի Բրազիլիայում կառուցվի Քոչարի եւ Յարխուշտա մոստերը։ Պարզվել է, որ երկիրը ոչ թե պտտվում է արեգակի շուրջը, այլ իմ կողքը։ Նյուտոնը ասաց, որ խնձորը ծառի սպոկվի կընկնի գետին, իսկ մեր հարևան Կարլոն պարզեց, որ ոչ թե խնձորը, այլ տանձը։ Հայաստանի ջունգլիներից մեկում փիղը ոտնատակ է տվել Օհան պապիկի դոմիկը։ Մի երեխա փորձել է Սևանալիճը մտնել առանց փողը տալու եւ տատիկը նրան դիմավորել է եւ չի թողել։ Պարզվել է, որ անլուրջներ հերոստասերիալի դերասանները լավ է լուրջ են։ Յուղերից մեկում հարևանը հարցնում է, գյացեր շունը կարող է մեր ուրակը տսացելի։ Հարևանը ասում է, գյահում է շունը պլոտնիկ չի։ Դաժան գյուղացին տղային պատժում է 1 շաբաթ գոմում պահելով։ Հիմա տղան փորձել է իր բռնազուկը սատկացնել ջրում խեղդելով։ Ստոպ տղաներ։ Ծափարենք տղաներին եւ մաղթենք հաջողություն։ Շնորհակալություն մասնակցության համար տղաներ։ Շատ լավ էր տպավորությունները, ուղղակի մեր հումորները այնքան լավը չէին ու տղաները չծիծաղացին, բայց մյուս անգամ որ մասնակցենք ավելի պատրաստված են գալու ու անպայման պետք է մեր ուզած գումարը շահենք, նպատակ ունենք։ Արտուր Ազատյան եւ Արմեն Մարտիրոսյան, քաղաք Երևան, եկեք դիմավորենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մանկապարտեզի հանդեսի ժամանակ ում դերն եք խաղացել, Արտուրը պատասխանել է Արջի Մեղրի։ Ճիշտ է։ Ճիշտ պատասխան։ Ձեր ամենասիրած ֆիլմը Միսթր Բին, ամենաշատ ինչից եք վախենում, ոչինչից։ Վերջ։ Չէ, կարդում ենք մեր համար։ Արմենը ինչ երաժշտություն եք լսում հարցին, պատասխանել է ռոք, հետո ռենջնջե գրել է ռոք։ Վերջ։ Ձեր դուետը անվանում ունի։ Վզգո let's go։ Ինչպես։ Վզգո let's go։ Վզգո let's go։ Լավ։ Պատրաստ եք։ Այո։ Ազդարում եմ Պատրաստ եք։ Այո։ Ազդարարում եմ առաջին փուլի սկիզբը։ Սկսեցինք։ Երրորդ մասում երեխան մորը ասում է. «Մի հատ խաղալիքս բեր»։ Մայրը. «Թզբեխը թե բորջուրը»։ Վարդանիկը գնում է գետը, ասում է Քշիկևյան։ Ինչ արժե կարտոֆիլը, հարցնում է ինտելիգենտը, 100 դրամ, բայց երբեմն 80-ով էլ են տալիս։ Վայ հող եմ ես այդ Եփրեմի գլուխը, այդ երբ կարտոշկա ունենում, որ մի հատ է 80-ով տա։ Այս վազենչիկը հելնում ակրի ժամը հանում գցում է, հարցնում է էսխի ժամը գցեցիր, ասում է ուզում է տենայ ոնց է ժամը թռնում։ Մի մարդ ռուս ընկերուհի է ունենում, բայց լավ ռուսերեն չի հասկանում։ Ուզում է ժամադրի, ասում է «Я столба, ты столба, 8 часов на столба»։ Այս վազգենչիկին ոստիկանը կանգնեցնում է, ասում է ինչու կանգնեցիր, ասում է սվետաֆորի տակով էր անցե, ասում է հովորով չի անցնի։ Պոլիտեխնիկի ուսանողը ասում է «Սոված մեռան, գնանք քնենք, վաղ դասենք»։ Այս վարդանոշիկը տեղատուն ասում է Կարենի համար է ունեք, ասում է չէ, ասում եմ դե ասեմ գրանցեք։ Շարունակի։ Այս գեղամիկը նստում է վերտալյոտ, շոֆերին ասում է ֆրիկը կանջիտեք ցուրտ է։ Ստոպ տղաներ, չծաղեցրեցիք, եկեք ծափարեն վզգո let's go դուետին եւ ուղեկցենք, շնորհակալություն մասնակցության համար։ Դիմավորեք Զակալաշվիլի Ռիտա, քաղաք Երևան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Զակալաշվիլի Ռիտա։ Այո։ Ճիշտ է։ Մի քանի ծիծաղելի պատասխան եք այստեղ տվել, ուրեմն առաջին ազատ ժամանակ ինչով եք զբաղվում։
Նույնս կարող այդքան ծիծաղելի չի, որովհետև չեմ հասկանում, վրացերեն է գրած։ Վրացերեն մեծատառերով։ Ղալիբիտ խուլյուբի, ինչ որ ասես մի բան գրած։ Իսկ ինչ է դա նշանակում։ Կարևոր չի։ Կարևոր չի։ Վրացերեն նշանակում կարևոր չի։ Թե կարևոր չի, ինչ է նշանակում։ Կարևոր չի, գրել եմ։ Գրել եք կարևոր չի։ Լավ, ինչ երաժշտություն եք լսում, պատասխանել եք ես խուլեմ։ Վրացերեն ոնց կլինի ես խուլեմ։ Ինչ։ Կարևոր վրացերեն։ Մանկապարտեզի հանդեսի ժամանակում դերն եք խաղացել, պատասխանել եք Ռամիշվիլի, Սուխիշվիլի։ Այդ կարևոր է, բայց ասեք։ Ինչ։ Կարևոր է։ Վրացական մուլտֆիլմի հերոսներ են դրանք։ Չէ, բալետի պարողներ։ Բալետի պարողներ։ Մանկապարտեզում տենց էր, հա։ Եվ ամենահետաքրքիր պատասխանը ամենաշատ ինչից եք վախենում, պատասխանել եք բադերից, կոճակներից։ Կամ կոճակներից ու դրանից հետո եկող բադերից, պետք է տենց երևի։ Տենց վախեր կան։ Տենց վախեր կան։ Կամ ամենաշատը սս կոճակով բադերից, որ բադը ու կոճակը սիրուն կոճկած։ Շնորհակալություն պատասխանների համար, Ռիտա, կարող եք։ Այո, պատրաստ ենք մենք։ Վաչե, իդեպ ես տեղյակ եմ, որ դու տիրապետում ես վրացերեն լեզվին, կարող ես ինչ-որ բարեմաղթանք։ Իմ ոչ մի տիրապետած բառը եթերային չի, Ռոբերտ ջան։ Վրացերեն ես մենակ տիրապետում եմ ճղինդի, սիմինդի եւ կուկուրուզ բառերին։ Դա Վրաստանում ծովափում աշխատելուց երևի։ Բառերը լավ, պատրաստ ես Ռիտա։ Այո։ Վստահ եւ բարձր ձայնով։ Առաջին փուլ եւ առաջին 1 րոպե, սկսեցինք։ Տատս ուրախ էր, ռոզվի կոճակներով կարմիր խալաթ էր հագել։ Պապս տխուր էր, տատս անճաշակ էր։ Տատս ուրախ էր, գտել էր ջահել ժամանակվա կուպալնիկը, ասաց, որ լույսերը տան կհագնի։ Պապս ուրախ էր, լույսերը չտվեցին։ Տատս ուրախ էր, պապս շնչում էր, պապս տխուր էր, տատս դեռ շնչում էր։ Տատս ուրախ էր, հազիվ մենակ էին մնացել, պապս ուրախ էր, հյուրերը եկան։ Տատս ուրախ էր, հյուրերը խորոված էին բերել, պապս ուրախ էր, տատս պրոթեզը կորցրել էր։ Ստոպ։ Վաչեն փրտկալով ծիծաղեց եւ Ռիտան վաստակեց 5000 դրամ։ Վաչե։ Այդ փրտկալը նշանակում էր, որ ես երկար ժամանակ պահել էի ծիծաղս, տատս ուրախ էր, պապս էլ փրտկում էր։ Շնորհավորում եմ Ռիտա, դու վաստակեցիր 5000 դրամ։ Մասնակցում ես երկրորդ փուլին, որտեղ կարող ես վաստակել 25000 դրամ։ Այո։ Եթե չծիծաղեցնես, կորցնես 5000-ը։ Տեղյակ եմ։ Տեղյակ ես։ Այո։ Ես էլ։ Երկրորդ փուլ եւ երկրորդ 1 րոպե, սկսեցինք։ Տատս ուրախ էր, լույսերը տվեցին, պապս ուրախ էր, գնաց անջատեց։ Տատս ուրախ էր, Ստոպ։ Ռիտա գարիկը ծիծաղեց եւ վաստակեցիր 25000 դրամ, շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ։ Եվ ցանկանում եմ իմանալ գարիկ, ինչու։ Ես չգիտեմ, ուղղակի ծիծաղելի ինչ է, Ռոբերտ։ Տատս ուրախ էր, լույսերը տվեցին, պապս ուրախ էր, գնաց անջատեց։ Դե ծիծաղելի է, ինչու։ Չգիտեմ պատասխանը։ Ռիտա, շնորհավորում եմ, դու վաստակեցիր 25000 դրամ, եկեք ծափարենք Ռիտային։ Շնորհակալ եմ։ Ռիտա, դու երևի տեղյակ ես, որ 25000 դրամը մեր մոտ անձեռ մխելի գումար է, չես կարող կորցնել։ Տեղյակ եմ։ Այսինքն մասնակցում ես երրորդ փուլին, որտեղ կարող ես վաստակել 50000 դրամ։ Այո։ Եվ այսպես, երրորդ փուլ եւ երրորդ 1 րոպեն, սկսեցինք։ Տատս ուրախ էր, կուպալնիկը հագավ։ Պապս ուրախ էր, ակնոցը չէր գտնում։ Չակնորիսը ժամացույց չունի, նա ինքն է որոշում ժամը քանիսն է։ Տատս ուրախ էր, հորանջեց։ Պապս ուրախ էր, կողքը չէր։ Տատս ուրախ էր, պրոթեզը գտել էր, պապս ուրախ էր, խորովածը պրծել էր։ Գնեք պատգամավոր կոչվող բատարեյկաներ, նրանք երբեք չեն նստում։ Տատս ուրախ էր, պապս նորից հարբել էր։ Պապս ուրախ չէր, պրոստը ջրիկացել էր։ Տատս ուրախ էր, սիգարետը վերջացել էր։ Պապս ուրախ էր, կարար գներ առնել։ Տատս ուրախ էր, պապս խմել էր, պապս ուրախ էր, հենց ինձ։ Տատս ուրախ էր, ավտոյի բանալիները գտավ։ Պապս տխուր էր, ավտո չունեին։ Բրիտանացի գիտնականները խաչասերել են ձմերուկը տառականների հետ, այժմ ձմերուկը կտրելուց կորիզները փախնում են։ Ջանասեր տատիկը չկարողացավ հասնել լոգարան։ Տատս ուրախ էր, պապը հիշողություն։ Ցավոք Ռիտա։ Շատ քիչ էր մնացել, որպեսզի Վաչեն եւ Գարիկը փրկան եւ ծիծաղեն, բայց դու չես կորցնում 25000 դրամը, քանի որ անձեռն մխելի էր, կարող ես վերցնել քո գումարը Գարիկից եւ Վաչեից։ Եկեք ծափարենք Ռիտային։
կարծիքով արդար էր, հումորները ծիծաղալու էին, բայց ժամանակը չհերիքեց, դրա համար չծիծաղացին։ Մնացած մասնակիցներին խորհուրդ կտամ չհուզվել, չվախենալ եւ խոսել վստահ ու բարձ։ Ինֆորմացիա մեր գործընկերոջ մասին։ Ծրագրի գործընկերն է Հայաստանում արդեն իսկ լայն ճանաչում ստացած Կիրակի.am կայքը, որն ունի ավելի քան 100,000 այցելություններ յուրաքանչյուր ամիս։ Առաջարկում է արագ, մատչելի եւ առանց միջնորդի վաճառել ձեր բնակարանը, մեքենան կամ գովազդել ծառայությունը։ Ձեր ցանկության դեպքում Կիրակի.am-ի աշխատակիցը կարող է այցելել ձեզ, լրացնել տվյալները եւ լուսանկարել ձեր ապրանքը, խնայելով ձեր իսկ ժամանակը։ Մանրամասների համար այցելեք Արշակունյաց 2A մամուլի շենք կամ զանգահարել 54 72 54 հեռախոսահամարով։ Դիմավորենք մեր մյուս մասնակցին, Բաղդասարյան Սոնյա, քաղաք Երևան։ Ողջույն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Շնորհակալություն։ Ինչպես եք։ Շնորհակալություն։ Լավ եք, բայց։ Շատ լավ եմ, այնքան լավ եմ, որ այստեղ եմ։ Մենք էլ ենք շատ ուրախ եւ շատ լավ ենք, որ այստեղ եք։ Շատ ուրախ ենք։ Ես ուզում եմ ողջունեմ, կարելի է։ Իհարկե։ Ես երրորդ մասին ողջունում եմ։ Ահա։ Եվ ողջունում եմ իմ թորնիկին, ամսու 17-ին 4 ամիսը լրանում է։ 4 տարին լրանում է։ Ուզում եմ Լիանա ջան, շնորհակալություն բոլորից եւ շնորհավորում եմ։ Skype է։ Ոնց ասեմ, բարի ծնունդ։ Շատ ճիշտ էլ ասացիք, բարի ծնունդ, առողջություն, երջանկություն եւ շատ երկար տարիների կյանք։ Բոլորից։ Ապրեք։ Որ այսպեսի լավ դրական կատակներ ունեք, թե ուղղակի եկել եք ողջունել։ Չունեմ։ Ունեք։ Իսկ ձեր գրած կատակներն են։ Այո։ Այո, շատ ուրախ եմ։ Լավ, երկու պատասխան կարդամ ձեր գրածներից, մանկապարտեզի հանդեսի ժամանակում դերն եք խաղացել, պատասխանել եք ոչ մեկի, պարզապես լսել եմ։ Այո, փոքր ժամանակ ինչ եք ասում դառնալ, չգիտեմ, պատասխանել եք դուք։ Ձեր ամենասիրած ֆիլմը կամ մուլտֆիլմը մենք ենք, մեր սարերը եւ Սիրած մարզաձևը բոքս։ Այո, սիրած մարզաձևը բոքս։ Եվ ինչ եք անելու շատ գումարով, զիբիլ թափողներին եք տալու։ Քրքրողներին։ Զիբիլ մանգալողներին, քրքրողներին։ Մանգալողներին։ Հասկացա։ Շատ լավ։ Իրանք հույսով են, որ դուք կշահեք։ Մենք նույնպես, իրոք։ Վերջ տղաներ։ Այո։ Պատրաստ եք Տիկին Սոնյա։ Այո։ Կարող եմ ազդարարել առաջին։ Այո։ 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 Եվ այսպես, առաջին փուլ եւ առաջին 1 րոպե, սկսեցինք։ Ավտոբուսի մոտ լիքը լցված են ալնում, շուխուր ալնում շատ, մեկ էլ մի հատ ջահել հարս վազելով գալիս է, ես ինչա պատահել, ասում են կեսուրներին հավաքում են, բայց ձեր ցավը տանեմ, թողեք, սպասեք գնամ իմ կեսուրին էլ բերեմ։ Բանակից մի նամակ է ստանում հայրը, տղան գրում է, ասում է, հայր ջան, խնդրում եմ էլի, շատ բանի մեջ եմ, վատ եմ զգում էլի, ինձ մի քիչ փող ուղարկի, մի շաբաթ անցնում է, նամակը գրում է, ասում է, տղա ջան, այն նամակը, որ դու գրել փող էիր ուզել, այդ նամակը մենք չենք ստացել։ Լեննականցում որ զանգում ես, ասում է, ինչ կսես, ում կուզես, ճիշտ չես զանգե, նորից փորձի։ Ստոպ։ Ստոպ, Գարիկը ծիծաղեց Տիկին Սոնյա եւ դուք վաստակում եք 5000 դրամ, շնորհավորում եմ ձեզ։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Մասնակցում եք երկրորդ փուլին, որտեղ կարող եք վաստակել 25000 դրամ։ Իհարկե։ Բայց եթե չծիծաղեցնեք, կկորցնեք 5000-ը։ Ջրի բերած, ջրի տարած։ Ոչինչ։ Ոչինչ։ Տղաներ, դուք պատրաստ եք։ Այո։ Այո, տղաներն են պատրաստ։ Դե ես ազդարում եմ երկրորդ փուլի սկիզբը, Տիկին Սոնյա։ Այո։ Երկրորդ փուլ եւ երկրորդ 1 րոպե, սկսեցինք։ Կիրովականցի Ռուբենի տղային բռնում են։ Գնում է միլիցիա, ասում է, մարդ ենք էլի, թողեք, մենք էլ մեր մարդկությունը կանենք։
Նու չեն թողում ասեն բաղը կգաս, գնում ան որ բերի մեկն ալնում, ասան դե մարդկությունը կանենք էլի թող մեր տղային տանեմ, ասում ան տար, 2 ամիս անցնում ան Ռուբենը չկա, հետո փողոցում միլիցիան տեսնում ասում ան Ռուբեն դու չէիր որ ասիր մարդկություն կանենք, բան չի չես անում, դե շշա չի մարդեմ, աչքը դուսկը կյակի կամ շշակ կցեմ էլի։ Հետո ուզում եմ Գարիկին հարց տամ, Գարիկ ջան, ինչի ես աղջկա շոր հագնում, շատ ասազում ակրձես։ Ես վախենում եմ, որ հանկարծ այս Երևանի տղաները խոսացնեն ձեզ։ Հետո Կիրովականցի Ռուբենը տեսնում այն կողմից մի կին գալիս է, սումկեն լիքը կանաչի։ Հետո ասում է, կողքինին ասում է, այս գետնի տակը գիտություն կա, ասում է գետնի վրային ինչ անում, որ գետնի տակին անի։ Ստոպ, Տիկին Սոնյա, ցավոք չծիծաղեցրեցիք Գարիկին եւ Վաչեին, նրանք չծիծաղեցին։ Ցավոք, բայց ծիծաղալու հարցը։ Բարձր ծափարում ենք Տիկին Սոնյային։ Ես շատ շնորհակալություն Տիկին Սոնյա մասնակցության համար ծափարենք։ Ես եմ շնորհակալ։ Ծափարենք, բարձր ծափարենք Տիկին Սոնյային։ Դժգոհ չեմ, քանի որ գտնում եմ այս երիտասարդության մեջ եմ գտնվում եւ շատ լավ միջոցառում է, կարող եմ ասել, որտեղ որ Գարիկն ու Վաչեն են, այնտեղ ծիծաղը կա։ Դիմավորենք մեր մյուս մասնակցին, Չախոյան Աղասի, քաղաք Երևան։ Բարև ձեզ։ Բարև Աղասի։ Բարև Աղասի։ Բարև կրկին։ Աջան։ Բարև կրկին։ Բարև կրկին, բարև Աղասի։ Այո, բարև կրկին։ Որտեղ եք աշխատում, դու պատասխանել ես, չեմ աշխատում։ Դու 14 տարեկան ես պատասխանել ես։ Ինչ եք անելու շահազգումարով, պատասխանել ես կայֆված եմ ելնելու։ Խնդրում եմ ինձ մի երկու բառով կուշես 14 տարեկան տղան ինչպես է կայֆ։ Չէ, ինքը ասել է փոքր ժամանակ երազում եմ դառնալ 14 տարեկան, այ։ Չէ։ Ինչ եք երազում դառնալ։ Երազանքին հասել է հիմա, որտեղ 14 տարեկան է, երկրորդ երազանքը, որ շահազգումարով կայֆված լինի։ Կայֆված լավ բառ չի, բայց կարելի է բա տենց բաներ գրել Աղասի։ Այ ամոթ Աղասի։ Ինչ էր գրում։ Ինչպես թե կայֆ։ Չէ, կայֆված ուրիշ իմաստով։ Ինչա։ Ուրիշ իմաստով։ Ուրիշ, մի հատ կասես ինչ իմաստով։ Դե ինքը ռեփ է լսում եւ ռեփ երգերից այդ բառը։ Այդ ռեփը էլի մեր համար։ Տժալու։ Օրինակ ընկերներով։ 14 տարեկան ընկերները ոնց են տժում։ Մի երկու բառով կասես։ Ասենք շահել ես 25000 դրամ։ Ու այն որ տղեկ տժալու ենք, տժալու ենք։ Գնացիք, հիմա սկսում եք տժալ։ Ոնց եք տժում 25000։ Եթե մենք կարաոկե։ Գնում եք։ Գնում եք կարաոկե։ Ունդ է տժում ենք։ Եվ ձեր կարաոկեում արդեն տժում եք։ Գնում եք երգելու եք։ Չէ։ Տժալու եք։ Գնացեք ուղղակի 25-ը։ Եթե չեք երգելու, այդ չի փողը կարաոկեում։ Դե ես չեմ երգելու։ Դու ո՞վ է երգելու, հենց այդ եմ ուզում անում։ Դե իրանք կերգեն, ես կտժամ։ Հասանք։ Ամենաշատը վախենում են ինձնից ու քեզնից, եւ ամենասիրած ֆիլմը, մուլտֆիլմը չկա, բայց կլինի։ Հույս է արտահայտել նա իր նամակում։ Լավ, մենք էլ արդեն պատրաստ ենք տժալու։ Լավ։ Պատրաստ ես Աղասի։ Այո։ Կայֆոտ կատակները կարդալու։ Այո։ Առաջին փուլ եւ առաջին 1 րոպե, սկսեցինք։ Լուրեր VIBC վարկածով, նա վազում էր ծառերի վրայով, սուզում թփերի մեջ, ճանգռում մյուսներին, մի խոսքով Ջեկի Չանը, փնտրեք մեր ալիքով։ Տաքսի սերվիս յանտուր 1 կիլոմետրը $1000։ Դոլարի կուրսը ավոր ընկնելուց հետո որոշեցին լիֆտեր տեղադրել չենջերի ներսում։ Ալարկոտ բժիշկը աշխատանքի է տեղափոխվել մորգում, իսկ հետո բանտախուց։ Ուխտը երկար շրջագայելով անապատի շուրջ կողմը որոշեց ծառը վահագեցնել գարեջրով։ Բժիշկների անխնա ջանքերի շնորհիվ կյանքից հեռացավ մեծն Սամվել Պապին ինքնակամ։ Լորդի Բողբոջյանը կատարելով ինքնասպանություն դիմել է փախուստի։ Սկո ծառայություն կորոնամիես զանգարեք 066 10 մաս կարկաս հեռախոսահամարով կամ իշեք մեր մայլը Սատկաչանիկ 66.com Օտար հումոր, когда солнце прошу лето, зима извините, good ընթակ։ Ամենաարագաշարժ Վարշավիրը 5 րոպեում հասցրել է կտրել ուտաչախորդների մազերը, աջ ականջներն ու ձախ բլթակները։ Արսենյա ծրախ թողու փախի։
Ստոպ աղասի, ցավոք չծիծաղեցրեցիր, 1 րոպե։ Քանի որ դու չվաստակեցիր գումար եւ ընկերներիդ հետ չես կարող ինչ-որ տեղ գնալ, իմ մոտ տրի կորոչկի կա։ Ես կարող եմ քեզ հյուրասիրել եւ դուք ընկերներով գնաք ձոր եւ ուտեք եւ նշեք։ Խնդրեմ աղասի։ Մերսի։ Եկեք ծափարենք աղասին։ Շնորհակալություն մասնակցության համար։ Հաջողություն։ Շատ լավ հաղորդում է, թողան մասնակցեն, դե լավ հումորները պահել էի վերջում ասեի, չհաղթեցի, մյուս անգամ հաստատ կհաղթեմ։ Դիմավորենք մեր մյուս մասնակցին, Գոր Թոփչյան, քաղաք Երևան։ Բարև Գոր։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս ես։ Բարև ձեզ։ Միակ հետաքրքիր պատասխանը սիրում եք ֆուտբոլ, դրանից հետո հետևում է, որ ինչ եք անելու շահազգումարով, պատասխանել եք դնելու են Բարսելոնայի վրա։ Այո։ Ինչ-որ մեկը... Մի հոգի էր Բարսելոնայի բալեշիկ է։ Չէ, մի հոգի կատալիզատորի աշխատող էր ուրախացավ։ Այդքան բան։ Չէ, այստեղ մի հատ էլ պատասխանելա ձեր սիրած առարկան ընկեր Բալոյանը։ Հա, չէ, այդքան է Գոր։ Պատրաստ ես Գոր։ Այո։ Սկսենք Գոր։ Սկսենք։ Առաջին փուլ եւ առաջին 1 րոպե, սկսեցինք։ Չղջիկը 6 ժամ կանգնելով գլուխը վերև մահացել էր ոտքերի արյան զեղումից։ Ֆրանսիական համբույրը ավարտվեց գերմաներեն։ Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ամենաշատ վիտամինները պարունակում է դեղատունը։ Կամչատկայում չկան ռեպերներ, որովհետև այնտեղ դժվար է մեծանալ փողոցում։ Մոնղոլիայում որոշել են լուծել 2 գլոբալ պրոբլեմ՝ սովասներին կերակրել անտուններով։ Ստոպ։ Գարիկը ծիծաղեց եւ Գորը վաստակեց 5000 դրամ։ Շնորհավորում եմ Գոր, դու ծիծաղեցրեցիր Գարիկին ծիծաղելու կատակովի դեպ։ Պատրաստ ես մասնակցել 2-րդ փուլին։ Տխուր անցավ շատ ծիծաղելու կատակով, ծիծաղելու կոտ։ Պատրաստ ես։ Այո։ Եթե չծիծաղեցես, կորցրես 5000 դրամը։ Լուրջ։ Այո։ Լավ։ Ոնց անենք հիմա։ Սկսենք։ Գիտես պայմանները։ Դե ինչ, 2-րդ փուլ եւ 2-րդ 1 րոպե։ Սկսեցինք։ Շիկահեր աղջիկը իր շան անուն դրեց։ Երիտասարդ ես, ուզում ես։ Նորմալ է, երիտասարդ ես, ուզում ես։ Հեռախոսազանգով հնչած հարցին, կներեք Գուրգենձյան տանն է պատասխանեցին, հա, բայց պսակները արդեն դուս են տարե։ Կանխիկ հումորից հետո լույսի մարդը պարտքը վերցնելու նպատակով ստիպված եղավ ծիծաղեցնել Վաչեին։ Բուրատինոն այլպես էլ չհասկացավ, թե ինչու երբ նա նստում էր լցված երթուղայինը, բոլոր ուղևորներ սարսափով ասում էին հոպար ռեսկի տորմուզ չտաս։ Պամելա Անդերսոնը միշտ պարտվում էր պաղկվոցի խաղալուց։ Ստոպ։ Ստոպ Գարիկը ծիծաղեց եւ իբր ձեռքը երևում, հա։ Ձեռքը չէ, ձեռքերը։ Շնորհավորում եմ Գոր, դու վաստակեցիր 25000 դրամ։ Եկեք ծափարենք Գորին։ Գոր 25000 դրամը անձեռ մխելի գումար է մեզ մոտ, այսինքն մասնակցում ես 3-րդ փոլին, կորցնելու ոչինչ չունես։ Այո։ Այո։ Վաչե եւ Գարիկ, պատրաստ եք։ 3-րդ փուլ եւ 3-րդ 1 րոպե, սկսեցինք։ Սոմալիցի շախմատիստը խաղի միջնամասում չդիմանալով սովին կերել է սեփական ձիուն։ Մարիա Շարապովան խաղի ժամանակ իր ձայնային տվյալներով հասունացրել է 10-ամյա մի երեխայի։ Սերգեյ Զվերևը քննադատելով Ջասթին Բիբերի արվեստը ասել էր՝ «Արա դե տղեն մի քիչ տղունման պետք է լինի, էլի»։ Աշխարհի ամենաամաչկոտ մարդը ամաչում էր ամաչել ամաչելուց։ Ինչպես ասում էր իմ պապիկը, ես քո պապիկն եմ։ Թորը քաղցր բան է, հավաստիացնում էր մարդակեր պապիկը։ Սպանջ Բոբը միսրոկ նստելուց հետո դարձել էր Փանջ Բոբ։ Գրիպով հիվանդ տղան 2 րոպե համբուրվելուց հետո շնչահեղձ է եղել։
Ով ոչ, կատակներս վերջանում են։ Հայաստան-Պորտուգալիա խաղի ավարտից հետո։ Ստոպ, ցավոք գոր դու չծիծաղեցրեցիր Գարիկին եւ Վաչեին, բայց պետք չէ տխրել, քանի որ դու ունես անձեռմխելի 25000 դրամը կարող ես վերցնել Գարիկից եւ Վաչեից։ Խնդրեմ, մոտեցի եւ վերցրու։ Այսօր այսքանը, բայց մենք ավանդույթ ունենք, քանի որ Կիրակի ԿՏՄ-ը ունի մրցանակ այն մասնակցի համար, ով չի վաստակել գումար։ Հրավիրենք այստեղ Կիրակի ԿՏՄ-ի աշխատակցություն եւ նա կասի ով է այդ մասնակիցը։ Խնդրեմ, ծափարություններով դիմավորենք։ Բարև ձեզ աղջիկներ։ Բարի երեկո։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, դուք ինչպես եք։ Նորմալ, միշտ միայնակ եք գալի, այսօր երկուսով ես անակնկալի եկա, իդեպ։ Պաստորեն, ձեզ համար հարց առաջացավ, թե ինչու ենք այսօր երկուսով եկել։ Այո, շատ մեծ հարց։ Հայկույն քիչ անց կասի ինչու ենք երկուսով եկել։ Դա մի կողմ, իսկ հիմա սկսենք սկզբից։ Գիտեք, Կիրակի ԵՄ-ը երկար քննարկեց, իսկ եւ որոշեց այսօր մրցանակը հանձնեք հենց դուք։ Հենց դուք։ Այո, այն մասնակցին, ով չկարողացավ ծիծաղեցնել ժյուրիի անդամներին, բայց արժանացավ ձեր համակրանքին։ Ես պետք է ասեմ Այո։ մասնակցի անունը։ Եվ այս նվերը փոխանցենք։ Դուք հանձնում եք իրեն, այո։ Լավ, քանի որ առաջին անգամ ինձ վստահում եք, որ ես պետք է ասեմ, ում եմ տալիս այս մրցանակը, մրցանակը ես ուզում եմ հանձնեմ Տիկին Սոնյային, Բաղդասարյան Սոնյային։ Եկեք ծափարություններով այստեղ հրավիրենք Բաղդասարյան Սոնյային։ Ծափարենք, ահա Տիկին Սոնյան, բարձր ծափարությունների ներքո։ Խնդրեմ Տիկին Սոնյա, այս մրցանակը ձեզ եւս մեկ անգամ ծափարենք Կիրակի ԿՏՄ-ին եւ Տիկին Սոնյային։ Շնորհավորում ենք։ Ծափարենք եւ ուղեկցենք։ Տիկին Սոնյա։ Կիրակի ԿՏՄ-ը եւս մեկ նվեր ունի։ Հանձնում ենք ձեզ կտրոն, որի միջոցով դուք կարող եք 6 ամիս շարունակ անվճար հայտարարություններ տեղադրել Կիրակի EM կայքում։ Քանի որ Կիրակի EM կայքը հանդիսանում է ամենաշատ հաճախվող անշարժ գույքի կայք։ Ինչ ջան։ Մռութ։ Ծափարեք Տիկին Սոնյային, խնդրեմ։ Կարող եք տեղադրել անշարժ գույք, ավտոմեքենա եւ ծառայություններ։ Ծափարենք Տիկին Սոնյային։ Վերջ աղջիկներ։ Կարծում ձեզ մոտ եւս մեկ հարց պետք է առաջանար։ Ոնց եք։ Արդեն ասել ենք, որ շատ լավ ենք։ Այսօր անակնկալների օր է դեպ ասեմ։ Ես չեմ Օրինակ ձեզ հետաքրքիր չի այս նվերը ում համար է նախատեսված։ Երևի մյուս մասնակիցներից վաչեի։ Գիտեք Ռոբերտ։ Այո։ Միշտ Կիրակի EM-ը հանձնում է մրցանակ։ Այո, Էրմինե։ Այն մասնակցի համար, ով չկարողացավ ծիծաղեցնել ժյուրիի անդամներին, բայց արժանացավ Կիրակի EM-ի համակրանքին։ Այո։ Այսօր Կիրակի EM-ը որոշեց հատուկ մրցանակ հանձնել ամենա հրաշալի, ամենաթեթև, ամենադրական, ամենավիտամիններով հարուստ հաղորդավարին։ Ուռա! Ես իդեպ շատ ուրախ եմ, որովհետև ես կարողացա մի բան պոկել ես հաղորդումից։ Իրոք, սա իմն է, շատ շնորհակալություն։ Ձեզ կտրոն չենք տալիս։ Շնորհակալություն։ Բայց բանավոր ասում ենք, որ կարող եք դուք նույնպես վաճառքի հայտարարություն տեղադրել։ Իր մեքենայի հայտարարությունը մեր կայքում կա։ Այո, ինչ գիտեք։ Որտեվ ես ինքս եմ տեղադրել։ Ախ, դուք չարաճճիներ։ Ծափարեք Կիրակի ԿՏՄ կայքի աղջիկներին եւ ուղեկցեք։ Շնորհակալություն աղջիկներ։ Եթե դու հենց հիմա նայում ես կանխիկ հումոր հաղորդումը եւ մտածում ես ինչի է հաղորդավար ես 2 ամիսա նույն շոյերով, ապա ես կասեմ, որտեվ ես շատ աղքատ եմ։ Եթերում կանխիկ հումորներ, կհանդիպենք հաջորդ շաբաթ։
Անելիք բանկն առաջարկում է ցածր տոկոսադրույքով էքսպրես ուսանողական վարկեր 24 ժամվա ընթացքում։ Անելիք բանկ, կայուն հիմք, վստահելի ապագա։ Բոլորը սպասում էին Դիոնիսի գնահատանքին։ Ձևավորվում էր գինե գործությունը։ Արամե գինու դիցաբանություն։